Մի փոքր ուզում եմ խոսել ձեր հետ համաստեղության հարաբերությունների հետ կապված խոյերից, ով կարող է լինել խոյին լավ ընկեր, խոյ կանանց համար, լավ պարտնյոր, լավ բիզնես պարտնյոր, ում մագնիսի նման կարող է քաշել խոյը, դա առյուծներն են, որտեղ նրանք կարող են ունենալ խոյի գիրքը, իմպուլսները կարող են ոգևորել առյուծին, իսկ առյուծը բավականին հետաքրքրված կլինի նման համաստեղությամբ ծնված անձի հետ, եւ այստեղ կարող են լինել եւ ուժեղ, շատ լավ բիզնես պարտնյորներ, որտեղ խոյը անընդհատ կարող է իմպուլսներ հաղորդել, հա, եւ մեծ էնտուզիազմով, հա, որովհետեւ խոյերը նաեւ ռիսկային են, չմոռանանք, իսկ սիրո հետ կապված դրանք ձկներն են, այսինքն եթե ձուկը կարողանում է շատ սիրել, այստեղ առյուծին ինչ է պետք, որ իրեն սիրեն, եւ ձկները բավականին կարող են գրավել անհասկանալի ձևով էլի առյուծներին, ինչու, որովհետեւ առյուծների համար շատ կարևոր է սերը, հա, գիրքը եւ հանգստությունը, եւ դա նրանք կարող են գտնել հենց միստիկ ձկան մեջ, այստեղ ուրեմն առյուծը ինքը բավականին ուժեղ նշան է, կարող է սաստել ձկանը, ձուկ համաստեղությամբ ծնվածներին եւ կարող են կառուցել շատ լավ սիրային հարաբերություններ, շատ լավ ամուսնություն, ես խորհուրդ եմ տալիս, որովհետեւ շատ առյուծներ ձկները շուտ են, հա, վիրավորվում, այստեղ եթե իհարկե կարողանաք հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչպիսի քամի, ցունամի է կատարվում ձկան ներսում, եւ ձեր բառերը հավասարակշռված լինեն, այս դեպքում դուք շատ լավ ամուսնական զույգ կարող եք լինել, նաեւ առյուծ տղամարդը այստեղ կարող է սովորեցնել մի փոքր շուստրիանալ, խորամանկ լինել կյանքում, հա, որը պետք կգա ձկներին, որպեսզի ռեալիստ լինեք, նաեւ կարող են ձեզ առյուծները, ինչպես կին, այնպես տղամարդ, հա, զույգերում ձեզ սովորեցնել, թե ինչպես վաստակել գումար, այսքանը